Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին։ Հրավիրում ենք բավականին հետաքրքիր անհատների, ովքեր կիսվում են իրենց ոլորտի առանձնահատկություններով, փորձով, գիտելիքներով եւ ամենակարևորը գործունեության առանձնահատկությամբ։ Այսօրվա իմ հյուրին եմ մեծ սիրով ուզում ներկայացնել Վարդանը Կարապետյան, ողջույն Վարդան։ Ողջույն Ծովինար ջան։ Շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Վարդանը հանդիսանում է Ոգիս Ջին հայկական ընկերության առաջինն է ըստ էության, դրա մասին անպայման մեր զրույցի ժամանակ կխոսենք, ընկերության հիմնադիրը։ Միջև հիմնական ոլորտային թեմաներին անցնելը, Վարդան, մի փոքր ներկայացնեք ձեր կրթական հենքը ու նաեւ այս հետաքրքիր ոլորտ մուտք գործելու կամ գործունեություն ծավալելու մտայնությունների մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Ծովինար ջան հրավերի համար, շատ հետաքրքիր հարց բարձրաձայնեցիք։ Ուրեմն դեռ 2008 թվականին ես սովորում էի Հայաստանի Ագրարային համալսարանի վարժարանում, այնուհետև բակալավրիատում եմ սովորել հենց տեխնոլոգիա մասնագիտությամբ, այնուհետև շարունակել եմ մագիստրատուրա եւ ասպիրանտուրա գիտությունների տեխնացու եմ հանդիսանում, այժմ էլ դասավանդում եմ Ագրարային համալսարանում, նաև ավարտական հանձնաժողովների նախագահ եմ հանդիսանում։ Կրթությունը դա հենքն է եւ ամեն ինչի եւ իմ ուսանողական սովորելու տարիներին զուգահեռ ուսանողական խորհրդի ֆակուլտետի նախագահ էի ու միաժամանակ աշխատում էի տարբեր ձեռնարկություններում սնունդ վերամշակող որպես բանվոր եւ գիշերային հերթափոխների էի գնում լաբորատորիաներում գինու մթերման սեզոնին ու այդ ամբողջ փորձառությունը, որոնք տվյալ տարիների ընթացքում գեներացվեցին, շատ են օգնում այժմ։ Միաժամանակ արդեն մագիստրատուրայում աշխատանքի էի գնում որպես տեխնոլոգ, որից հետո 7 տարի աշխատել եմ մեծ ձեռնարկությունում սննդի վերամշակող, սկսելով տեխնոլոգիից եւ վերջում արդեն գլխավոր տեխնոլոգների կազմակերպության ու դրան զուգահեռ նաեւ տալիս էի խորհրդատվական ծառայություններ այլ ձեռնարկություններին, նոր բաղադրատոմսերի մշակում, արտադրությունների հիմնում զրոյի, սարքավորումների ներդնում արտադրություններում, հա միաժամանակ ընդունվել էի Անգլիայում համալսարան, Շոտլանդիայում, ավելի ճիշտ, բայց չգնացի։ Ինչու՞։ Աշխատանք, ընտանիք, երեխայի էինք սպասում անկեղծ ասած, ու այդ ամեն ինչը մի քիչ խանգարեց։ Բայց կարևորը որ ընդունվել էի։ Շատ լավ, բայց երբեք ուշ չէ շարունակելու համար։ Իհարկե, միանշանակ։ Այդպես իսկ կրթությունը դա միշտ պետք է կրթվել ամեն օր այսօր աշխատելով նաև Ոգիսում լինելով եւ տնօրենը եւ հիմնադիրը ամեն օր կրթվում ենք նոր բաներ ենք սովորում ենք նաև մեր սխալների վրա ու այդ process-ը երբեք պետք չէ կանգնեցնել ու պետք է միշտ շարունակական անընդհատ ամեն րոպե եւ վայրկյան կրթվել։ Շատ լավ, Վարդան, մի փոքր կներկայացնեք ընկերության ստեղծման գաղափարի մասին ու քանի որ նշեցիք, որ Ագրարային համալսարանն եք ավարտել, ենթադրաբար այդտեղ շատ ուղղություններ կան, հատկապես ընդհանրապես պարենային ապրանքների արտադրության եւ ոչ միայն, հա, այլ ուղղություններով։ Ինչու հենց ընտրեցիք ջինը որպես ոգելից խմիչք ու նաև անունը Ոգիս Ջին, ըստ էության վերցրել եք ոգելից եզրույթից, ոնց եք, այս ամենը ոնց է ծնվել, հա, միտքը։ Եթե ինձ հարցնեին մի 5-6 տարի առաջ ջինը դու պատկասնես, որ դու ջին կարտադրես, իմ պատասխանը միանշանակ ոչ էր լինելու, այսինքն մաքսիմում կարանք հավաքվենք խմենք ջինը տոնիկով կամ այլ կոկտեյլների տեսքով, բայց երբ որ ավարտեցի իմ ասպիրանտորական աշխատանքը, մենք տանը մեծ գրադարան ունենք, իմ պապիկս գիտությունների դոկտոր պրոֆեսոր էր, շատ բավականին հայտնի գիտնական, ով ուներ 200-ից ավել հոդվածներ, միջազգային եւ 100-ից ավել պատենտներ գրանցված իր անունով։ Եվ այդ ասպիրանտուրայի ավարտական այդ թղթերից sense հոգնած արդեն որ դասավորում ես այստեղ պրծել ենք, ուրախ ստացել ենք, ամեն ինչ օքեյ է,
մի նոթատետր գտա, որի մեջ կար բաղադրատոմսեր էին գրած, տարբեր սննդի տեխնոլոգիաների վրա, որտեղ աշտարակեց ջինը եւ ռոմը։ Միանգամից հարց առաջացավ, թե որտեղից էլի սովետական միություն, փակ երկիր, հա, ոչ մի բան, ինֆորմացիայի աղբյուրները շատ չեն, սովետական միության ժամանակ ջին չեն խմում մարդիկ, հա, ու օղի էին խմում։ Միանշանակ օղի եւ կոնյակ, ու միանշանակ այդ հարցը առաջացավ։ Նացի պապիկի մոտ, ասի, ես քեզ որտեղից ես բաղադրատոմսերը, ասաց, որ 80-ից 80, ու մենք տանը փոքր, միշտ փոքր հիշում եմ, լավ, երեխա ժամանակ շատ ենք խաղում, սենց կրակադիլի, տարբեր տենց չուչելներ, բան կային էլի, ուսս խաղում ենք էլի մենք անհատա դրանց հետ, ասաց, որ 80-ից 86 թվականների ընթացքում ինքը գործուղվել է Կուբա, որտեղ որ թութունի չորացման հոսքագիծ է պատրաստել, ու այդ թռիչքը եղել է Երևան, Մոսկվա, Լոնդոն, Կուբա։ Կուբան բնականաբար լիքռոմ, իսկ Չինը արդեն Լոնդոնում է փորձել թռիչքի սպասելու ընթացքում ու շատ է հավանել։ Հետո երբ որ վերադարձել է արդեն Հայաստան, դե լինելով գիտնական, պրպտող բնավորությամբ, անձնավորությամբ մարդ, որոշել է սարքի ստանա։ Այնտեղ էլ դե բնականաբար հայամիշ պետք է հարցը փորձ չի անի, էսի ոնց է, էս ինչ է, էս խի է, առավել եւս գիտնականը ու ստեղծել է այդ ամեն ինչը բաղադրատոմսերը, բայց արդեն եկան ցավոք սրտի մեր երկրի համար ծանր ժամանակներ, այդ ամեն ինչը մնաց իր գիտական աշխատանքների մեջ, բայց այդ պահին մտածում եմ լավ, եթե այս նոթատետերը 30 տարի գրեթե չի կորել, չի գնացել աղբամանը, հա, ասենց ասած, ուրեմն ինքը ինչ-որ նպատակի է ծառայել, սпасել է, ես էլ այդ ժամանակ դե համաշխատում էի համ խորհրդատվական ծառայություններ է տալիս ու փոքր մանր ձեռներեցությամբ էլ ասենց ասած զբաղվում ասի ուրեմն սա սպասում էր ինձ, որպեսզի կյանքի կոչենք ու սկսեց արդեն research-ը, հա, հետազոտությունները, շուկայի ուսումնասիրությունը, հումքերի ուսումնասիրությունը ու ծանր աշխատանք, հա, որպեսզի գտնենք այդ բոլոր խոտաբույսերը, որտեղ են աճում, ինչ տարատեսակներ ունեն, որոնք են կիրառելի, որոնք չեն կիրառելի, packaging-ը, դիզայնը, դա ամեն ինչը ու 2021 թվականի դեկտեմբերի 9-ին մուտք գործեցինք շուկա Vokies անվանմամբ։ Այս ճանապարհին կարելի ասել ամենաբարդ գործերից մեկը դա նեյմինգն ու բրենդինգն էր իրականում։ Վստահաբար։ Հա։ Հատկապես եթե մասնագիտական գիտելիքներ չեք ունենում, բնականաբար ու նաև կարևոր է, որովհետև դա ըստ էության իհարկե շատ կարևոր է ապրանքի որակը, առաջնային պետք է սրա վրա կենտրոնանալ, բայց իհարկե շուկայում պետք է ունենալ դեմք, նկարագիր, որը որ լուծում է հենց նեյմինգի ու բրենդինգի միջոցով։ Մենք բրենդինգի համար դիմեցինք Indigo կազմակերպությանը, ում հետ համագործակցում ենք շատ երկար տարիներ, ու շատ բարդ էր ինժեներական կրթության մարդուն աշխատել դիզայներական եւ արվեստի ոլորտում գտնվող մարդկանց հետ, բայց այդ դժվար աշխատանքի հետ հանգեցրեց Vokies-ի լույս աշխարհ գալուն, ասենց ասեմ, որտեվ Եվ արդեն մի 150-ից ավել անուն դիտարկել ենք ու անընդհատ ինչ-որ չէր ստացվում, հետո հիմնադիրի հետ, Արամի հետ զրույց ունեցանք, մի քիչ թեժ, ու այդ թեժ զրույցի արդյունքում ծնվեց Vokies-ը, Voki բառը ծնվեց, իսկ մենք վերջում ավելացեցի S տառը, Vokies, հա, որ ամեն մեկը կարդալուց դա իրանը վերցնի, քանի որ ես լավ գիտակցում եմ, որ բացի նրանից, որ մենք պապիկի բաղադրատոմսն ենք վերածնում, հա, ու սկսում ես գործունեություն, բայց մենք նաև Հայաստանում առաջինն ենք լինում, ով հիմնադրում է մի նոր ինդուստրիա, մի նոր ալկոհոլային խմիչքների ուղղվածություն ու գիտակցում եմ, որ դա միայն իմը չի, դա բոլորինս է ու այդ մտքով ելնելով հենց կոչեցինք Vokies ու ունեցանք 3 համային կատեգորիա համ դասական ջինը, dry ջինը, բալի համով ջինը ու դեղցի համով ջինը։ Հրաշալի է։
Վարդան, կուզենամ մի փոքր նաև նշեք թիմի մասին, այսինքն, քանի որ արտադրությունը ինքը ենթադրում է, որ դուք ունեք արտադրական process-ներ, հա, արդեն նաև մարքեթինգ, վաճառք եւ այլն, քանի հոգի է զբաղվում այս ընդհանուր, հա, աշխատանքներով։ Դուք հիմնադիր տնօրենն եք, նաև մնացած աշխատանքները ոնց եք համակարգում։ Վերջիվերջո ճիշտ է, դուք ունեք տեխնիկական կրթություն ունեք, հա, հասկանում եք արտադրությունից եւ այլն, իսկ մյուս կտորները։ Ուրեմն կազմակերպության հիմնադրման օրվանից մենք աշխատակիցներ չունենք։ Նաև լրացուցիչ հարց, պապիկը որևէ դեր ունի այս ընկերությունում։ Պապիկը միանշանակ մեր հետ է եղել ստեղծման օրվանից ու 1 տարի շարունակ ինքը հետևել է, ապրուվը տվել է, իր ստորագրությունը դրել է շշի վրա, բոլոր շշերի վրա իր ստորագրությունը պիտակների վրա կա, բայց 1 տարի հետո ինքը մեզ լքեց ցավոք սրտի, բայց ամենակարևորը որ ինքը տեսավ ու ասես ասած իր մեծ օրնանքը տվեց այն ամեն ինչին, ինչը որ մենք սկսում ենք։ Հրաշալի է։ Թիմի հետ կապված մենք ստատիկ աշխատակիցներ չունենք։ Մեր մոտ ամեն ինչը outsource է։ Այսինքն մենք ունենք իրավաբանների թիմ, հաշվապահների թիմ, մարքեթինգի թիմ, վաճառքի թիմ, բայց իրանք outsource company-ներ են, ում հետ մենք պայմանագրային հիմունքներով աշխատում ենք։ Տվյալ աշխատանքային մոդելը ավելի նպատակահարմար եմ գտել օգտագործել եւ տարեստարի իր արդյունավետությունը ցույց է տալիս։ Բազմաթիվ խնդիրներ, որոնք որ լինում են աշխատակիցների հետ, այդ խնդիրները այդտեղ բացառում են։ Բնականաբար էկոնոմիկայի ֆինանսական տեսանկյունից ինքը մի քիչ ավելի բարձր է, բայց էֆեկտիվությունն էլ է նույնպես բարձր։ Արտադրական այդ մարքեթինգ սելս եւ այդ կտորներով էլի, նաեւ ես անձամբ ներգրաված եմ sales-ի ու մարքեթինգի մեջ, international sales-ի ու global marketing-ի մեջ։ Հիմնականում իմ ամեն առօրյան դրանով է զբաղված։ Արտադրական բլոկը էլի հետաքրքիր կոնցեպտով ենք իրականացնում իրականում, որտեվ մենք չենք արտադրում 100 շիշ, 200 շիշ, տեսնենք եսի կվաճառվի, հետո նոր մնացածը արտադրենք։ Արտադրելուց միանգամից արտադրում ենք 10,000 շիշ, 15,000 շիշ, որը որ պահեստավորում ենք հետա կվաճառքի համար։ Իսկն եթե արտադրական հզորությունները մեզ թույլ են տալիս, մենք արտադրենք մեկ անգամով այդքան, մենք full օգտագործում ենք, որ արդեն գնագոյացման վրա էլ հասնում էլի։ ու մնացած արդեն ստացած մեր ժամանակը ամբողջ ներուժը դնում ենք մարքեթինգի ու վաճառքների միջազգային շուկաներ դուրս գալու վրա։ Շատ լավ։ Այդ դեպքում հենց հաջորդ հարցն է ուզում ուղղել Վարդան, որքանով է հայկական ջինը, այսպես եթե ձևակերպենք, միջազգային շուկայում պահանջված եւ հիմնականում որ երկրներում է ներկայացած ու ինչու եք ընտրել հենց այդ երկրները, ինչով է պայմանավորված։ Ուրեմն ոգի ջինը այսօր արկա է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, արկա է Ֆրանսիայում, Հայաստանում, շուտով նաև Աֆրիկայում եւ Ճապոնիայում, տարվա վերջ նաև Հնդկաստանում արկա կլինի։ Ինչու ենք ընտրել այդ շուկաները։ Ոնց եք կապ հաստատել, ոնց եք դուրս եկել այդ շուկաների վրա։ Տեսեք, քանի որ ես ընդհանրապես sales-ի մեջ չեմ եղել, ու network-ել չեմ ունեցել ինչ-որ sales-ի հետ կապված, բայց ժամանակակից գործիքները, սոցիալական հարթակները, վերջի ինտերնետը, հա, բավական ճիշտ գրագետ օգտագործում ես բոլոր tool-երի, իրան հնարավորություն է տալի մեզ նոր կապեր ստեղծել ու product-ը ներկայացնել մարդկանց, այսինքն մենք օրինակ պրեզենտացիան շատ գրագետ է պատրաստված, շատ ճիշտ մասնագիտական ուղղվածությամբ։ Մեր price point-ները, գները, իրենք Excel sheet-եր չեն, էլի, ասենց Excel-ը թաչանենք, mail-ով ուղարկենք։ Այդ սխեմայով չենք աշխատում ընդհանրապես։ Այսինքն ու այդ ժամանակի ընթացքում որպեսի կատալոգներով, բաներով, հա, միլիովին, այսինքն ամեն հարցի համար իր առանցին կա առաջնային պրեզենտացիա, կա sales sheet-երը, ավելի deep ինֆորմացիա, խորացված ինֆորմացիա, price-ը առանձին տեսքով է տրվում, շատ բակագծեր չբացեմ, ու
ճիշտ գրագետ քայլերի հաջորդականությունը հանգեցնում է ճիշտ արդյունքի։ Մի որոշ ժամանակ անց, երբ որ աշխատում ենք, լավ հիշում, անդադ ինչ որ խնդիրներ առաջանում ու ինձ հետաքրքիր արդյոք այն ինչ որ ես անում եմ ճիշտ եմ իրականացնում ու թիմը ճիշտ է իրականացնում։ Ցավոք սրտի Հայաստանում այդ ուղղվածության մասնագետներ չկային։ Մենք կապնվեցինք Անգլիայում շատ հեղինակավոր կազմակերպության տնօրենի հետ, ով մեծ experience ուներ, իրանից խորհրդատվություն վերցրեցինք, ինքս ինձ նայեց, ասեց թույնա ավելացնելու կամ պակասացնելու ինչ-որ բան չունեմ։ Մենք օգտվում ենք ակտիվ գործիքներից, սոցիալական հարթակներից, գովազդներից, իսկ շուկայում հայկական ջինը ունի ոչ թե շատ պոտենցիալ, ունի գերպոտենցիալ ուղղակի։ Ու մենք միշտ խթանում ենք, օգնում ենք, աջակցում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր մտադրվում են ջին արտադրել ու վաճառել, որովհետև ինչ 1 հոգին գոռա աշխարհում հայկական ջին, ինչ 100 հոգի գոռա աշխարհում հայկական ջին։ Շատ լավ։ Եվ Վարդան, ուզում եմ այսպես ամփոփիչ հարցը ձեզ ուղղել, Հայաստանում հայկական ջինի նկատմամբ նախ խմիչքների մասով վստահաբար կարող ենք ասել, որ մի փոքր առաջ խոսեցինք սովետական միության ժամանակ ավելի շատ ընդունելի էր կամ ավելի շատ կիրառում էին օղին կոնյակը, հետխորհրդային Հայաստանում հատկապես հիմա արդեն գինին է, չպետք է ժխտենք այս փաստը, ջինը ինչ տեղ ունի եւ մեր հայ սպառողի նախասիրությունները ինչպիսին են այս ոլորտում։ Ինչ է ցույց տվել ձեր փորձը։ Միանշանակ իրավացիք, ինչպես նշեցի, գինին գերակշռում է այս բան շուկայում, բայց սերունդների փոփոխման հետ զուգահեռ նաև ջինի սպառումն է մեծանում։ Ջինը ինքը շատ թեթև խմվող, ճիշտ է իր ալկոհոլի պարունակությունը 41.5% վոկիսին է, բայց յանը պատրաստում են համեղ կոկտեյլներ, որտեղ արդեն ալկոհոլի պարունակությունը ցածր է, լինում ջին տոնիկ, մարտինի, նեգրոնի եւ այլ կոկտեյլներ։ Սպառումը գնալով ավելանում է եթե վերցնենք օրինակ մեր վերջին 4 տարվա վիճակագրությունը ու անալիզիկան անենք, մենք անընդհատ աճի վրա ենք գտնվում ու շուկանելը գնալով մեծանում, բայց սկզբից միանշանակ այդ հայկական ջին արտահայտությունը շատ խորթ էր հնչում մարդկանց համար։ Որ երկրներն են հայտնի առավելապես այս ոլորտում։ Անգլիան, Իսպանիան եւ եկեք ասենք Ամերիկան, ովքեր մրցում են ձեզ հետ նաեւ միջազգային շուկայում էլի ըստ էության։ Մենք հստակ գիտենք ովքեր են մեր մրցակիցները, այսինքն ամեն մի շուկա գնալուց առաջ, եթե մենք օրինակ որոշում ենք, որ պետք է գնանք օրինակ Լատվիա, հա, մենք վերցնում ենք Լատվիայի շուկան, ուսումնասիրում ենք պրեմիում սեգմենտի մեջ որ ջիներն են արկա, իրենց գնային քաղաքականությունը, դրանից արդեն բխելով մենք ու հիմնականում արդեն գիտենք բրենդների անունները չտամ եւի, բայց գիտենք ովքեր են մեր միջազգային գլոբալ կոմպետիտորները, մրցակիցները, հա, ու ելնելով այդ ինֆորմացիայից ամեն մի շուկայի համար իր ստրատեգին ենք դեվելոփ անում, թե ոնց պետքա մենք մուտք գործենք, որպեսզի ունենանք կայուն։ Այսօր կարամ հպարտությամբ ասեմ, որ օրինակ Ֆրանսիայում մեծ բավականին խոշոր կազմակերպություններ գրում են համագործակցության առաջարկներով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում վերջերս նոր պայմանագիր են կնքել մեկ այլ դիստրիբյուտորի կամպանիայի հետ եւ sales team ենք ձևավորել այնտեղ։ Սրանք շատ աշխատատար, շատ դժվար ճանապարհներ են, որոնցով անցնում ենք, բայց նաեւ երկարաժամկետ հաջողության հիմք է։ Միանշանակ, այսինքն հոգիսի ստեղծման օրվանից շատերն էին ասում, ինչ ես անում, դա չի վաճառվի, չի լինի, բան, sense ինչ որ։ Ինչպես շատ ոլորտներում։ Ինչպես շատ ով է ջին խմելու, շատ է պետք է աշխանին քո ջինը, բայց ես միշտ բոլորի մի բան եմ ասում, երբ ասում են, «Էսի կայնի կա, հա, քո մրցակիցը»։ Բոլորը սկսել են իրենց գործունեությունը նույն կետից, նույն զրոյական կետից։ Ու կապ չունի երբ են սկսել, այդ ժամանակ էլ իրանք ունեցել են իրենց կոմպետիտոր, իրենց մրցակիցները։ Բայց հեռանկարային բիզնես տեսլական ունենալով, անընդհատ նույն գործողությունները կրկնելով, ճիշտ ռազմավարություն ունենալով, դու հնարավորություն ունես հասնելու հաջողության, անկախ թե որտեղից ես։ Իսկ Հայաստանը
ունի շատ մեծ արտահանման պոտենցիալ եւ ջինի մասով, եւ herbal liquor-ների մասով, եւ շատ այլ ալկոհոլային կետեր կան, որոնք դեռ բաց են, բայց հնարավոր է լրացնել։ Շատ լավ, շնորհակալություն շատ, Վարդան, բավականին հետաքրքիր զրույցի համար ու նաև հետաքրքիր թեմայի համար։ Իրականում ռադիոհաղորդումների ձևաչափը թույլ չի տալիս նաև փորձարկել տաղավարում, դա իհարկե ավելի լիարժեք կդարձներ մեր այսօրվա զրույցը, բայց ուզում եմ ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին եւս մեկ անգամ հիշեցնել, որ տաղավարում հյուրընկալել էի Վարդանին Կարապետյան, ով Ոգիս Ջին ընկերության հիմնադիր տնօրենն է, հայկական։ Դա շատ կարեւոր է, որովհետեւ ես միշտ շատ այսպես մեծ ողջավորությամբ եմ ներկայացնում հայկական ընկերությունները, հատկապես ովքեր որ չեն սահմանափակվում միայն հայկական շուկայով, այլ նաև Հայաստան աշխարհի դերը, նաև ճանաչվածությունը փորձում են մեծացնել միջազգային շուկայում։ Ինչպես միշտ նշում եմ, բոլորիս գործերին մեծ հաջողություն, թող իսկապես Ոգիս Ջինը գրավի ամբողջ աշխարհը։ Հետո մենք նաև այսպիսի հետաքրքիր միտք կա, չէ, դեռ սովետական տարիներին Չերչիլի միտքն էր, չէ, որ երբեք մի ուշացիր հանդիպումներից, միշտ խմիր հայկական կոնյակ եւ ծխիր կուբայական ծխախոտ։ Հիմա դա կարող է նաև այսպես վերաձևափոխվել եւ դառնալ հայկական ջինի օրինակով, ինչու ոչ։ Ձեր գործերին ու բոլորիս գործերին մեծ հաջողություն եւ հաջորդիվ կարծում ենք արդեն նաև նոր շուկաների, նոր արտադրատեսակների ու նոր ուղղությունների մասին կզրուցենք։ Շնորհակալ եմ շատ Զովինա ջան հրավերի եւ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն։